Հայաստանում անորակ սերիալների ու ֆիլմերի արտադրությունը կատաստրոֆիկ մասշտաբներ ունի, ընդ որում այդ սերիալները ու ֆիլմերը ոչ միայն աչքի են ընկնում քրեական բարքերի քարոզով, մունաթով, բռնությամբ ու կասկածելի արժեհամակարգի մատուցմամբ, այլ հենց կինեմատոգրաֆիկ ու սցենարային բացառիկ անորակությամբ։ Այնինչ աշխարհում կա այնպիսի մի միջոց, որը կարող է լավ սերիալներ ու ֆիլմեր նկարելու ուղեցույց լինել հարգարժան կինոգործիչների համար։ Այդ միջոցը գիրք է, կոչվում է «Պատմություն», հեղինակն էլ Ռոբերտ Մաքքինն է, հոլիվուդյան կինոարդյունաբերության ամենակարկառուն դեմքերից մեկը, որի դասընթացներին անհամբերությամբ սպասում են ողջ աշխարհում։ «Պատմություն» գիրքն աշխարհում ամենաճանաչված եւ ընդունված ուղեցույցն է, թե ինչպես գրել այնպիսի սցենար, որը կկարողանա էկրաններին գամել հանդիսատեսին ու ստիպել նրանց ֆիլմը ծայրից ծայր նայել, առանց որևէ րոպե շեղվելու։ Իր գրքում Մաքքինն նախ տալիս է պատմության ընդհանուր տեսությունը, իսկ հետո անդրադառնում պատմության բոլոր բաղադրիչներին, առանձին, տեսարան առ տեսարան, կադր առ կադր վերլուծելով, թե ինչպես է պետք գրել լավ սցենարը։ Նա բերում է նաև բազմաթիվ օրինակներ համաշխարհային կինեմատոգրաֆից, դրանք էլ ենթարկելով մանրամասն վերլուծության։ Արդյունքում Մաքքիի գիրք դասախոսությունը վերածվում է մի յուրահատուկ սեղանի գրքի, որը իմ կարծիքով պետք է լինի յուրաքանչյուր սցենարիստի ձեռքի տակ։ Իզուր չէ, որ գրքի ռուսերեն թարգմանիչները որպես վերնագիր ընտրել են $1 միլիոն պատմություն տարբերակը։ Սա գիրք է, որի շնորհիվ կարելի է գրել այնպիսի պատմություն, որի համար կինոստուդիաները միլիոնավոր դոլարներ կվճարեն։ Ինչ խոսք, $1 միլիոն պատմություններից հայկական կինեմատոգրաֆիան դեռ շատ հեռու է, այնինչ այս գրքի թարգմանությունը կարող է վերջապես հզոր իմպուլս հաղորդել կինոոլորտին, քանի որ երիտասարդ սցենարիստներն ու ռեժիսորները կկարողանան հասկանալի լեզվով կարդալ մեծ վարպետի պատվիրանները։